Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը 2009 թվականի ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցին հատկացված եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 25 թվականի փետրվարի 19-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախկին քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը 25 թվականի փետրվարի 20-ին միացվել է մայր քրեական վարույթին։ Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 11 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 18 թվականի հուլիսի 9-ը Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ շահադիտական եւ անձնական աշխարհագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որը էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնական դիրքն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասը զավթած անձանց նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ եւ նպատակ ունենալով թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված։ Խնդրում եմ այս բառերին ուշադրություն դարձնել, որովհետեւ հետագայում մի հատ հարցադրում կա անընդհատ լրատվամիջոցներում պտտվում է, այդ հարցադրմանն էլ եմ անդրադառնալու։ Անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով առանձնացրել է հանցավոր ճանապարհով 1939 քառակուսի մետր մակերեսով տարածք, ապա այդ տարածքը օտարել է իր եւ Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Այնուհետեւ ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով դրանք օտարել են իրենց մերձավորներին, այդ թվում Տարոն Մարգարյանի օգնականին, այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Նկարագրված հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում։ Սա վաղեմության հետ կապված կարևոր ընդգծում է, որովհետև փողերի լվացումը, գիտեք, առանձնապես ծանր հանցագործություն է։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՕԱԿ-ի կողմից զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով նույն սխեմանա դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների, ասում են իրականում տարածքը ոչ թե x է, այլ x մինուս 2 է, եւ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն, հետեւաբար համայնքը կարող է օտարել։
Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական հաճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով այն հանցավոր ծագումը գույքի, տվյալ դեպքում հողատարածքի, որը որ մեղսագրվում է արարքում։ 6492.9 քառակուսի մետր մակերեսություն նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից, ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից, ձևական ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում Սանիկին։ Այսպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Այս արարքները տեղի են ունեցել 2011-12 թվականների ընթացքում։ Երրորդ դրվագով Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՕԱԿ-ից զբաղեցրած 6492.9 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածք Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.04 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2012-13 թվականների ընթացքում։ Երկրորդ մասը նույն մանկապարտեզի հետ կապված, նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով նույն նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած 6452.9 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 863.34 քառակուսի մետր մակերեսով հողատարածք։ Իդեպ Սասունիկ Իսրայելյանը խանութ է ունեցել եւ այս խանութի ընդլայնման աշխատանքներն են մանկապարտեզի հաշվին։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանի սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 863.34 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.18 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով գնահատելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, բոլոր